Բարև ձեզ հարգելի բարեկամներ, ինքնաճանաչում ֆորմատով այսօր մենք կրկին կզրուցենք քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։ Բարև Հայկ ջան։ Բարև Արթեն ջան։ Ոչինչ չէ, ոսես ոչ ֆորմալ եմ լինի։ Իհարկե։ Այջան, մենք երկու շաբաթ առաջ էր կարծես մենք վերջին անգամ երբ հանդիպեցինք եթերում, որը բավականին դիտումներ ունի արդեն, եթե մարդկա չի դիտել, խնդրում եմ անպայման նայեք, որովհետև մենք հասցրեցինք շատ կարևոր խնդիրների անդրադառնալ։ Այն ժամանակ Փաշինյան Նիկոլը նոր էր հարձակվել եկեղեցու վրա, մեզ թվում է սա հերթական հիստերիան է, ինչ որ բաների հետ էինք կապում եւ սովորաբար ինչպես բոլոր կոմաներն ա լինում, հա, հիսերիկ փոխություններն ա լինում, նոր ժամանակավոր բնույթ ունի եւ դա կանցնի։ Անցել է երկու շաբաթ։ Ա, Ինչ ես դու նկատում ես ընթացքում։ Ինչ որ բան փոխվել է քո մոտ։ Ես արդեն այս թեմայով 2 թե 3 նյութ ունեմ, ը, տեղադրված իմ էջում մասնավորապես YouTube-յան ալիքում իմիջիայլոց պիտի խնդրեմ, որ ովքեր լսում են ինձ եւ նաեւ քեզ բաժանորդագրվեն ինչպես քո ալիքին, եթե դեռ չեն բաժանորդագրվել, այնպես էլ իմ ալիքին։ Ա, Ես ինչ եմ նկատում, չեմ նկատում, այլ ինչպես միշտ, եթե մի բանի մասին հստակ եւ վստահ արտահայտվում եմ, ուրեմն դա արդեն ոչ թե նկատում եմ, այլ դրանում հավատացած եմ։ Իսկ հավատացած եմ նրանում եւ ակնհայտ է ինձ համար շատ հստակ է, որ ինչպես ասել եմ արդեն, սա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ուղղորդվող գործընթաց է, որպիսի քայքայվի հայոց վերջին ա, կարևորագույն ինստիտուտը, դե բանակ արդեն չկա, պետություն արդեն չկա, մնացել է պետությանը եւ անգամ բանակին հաճախ փոխարինած միակ կառույցը պատմության մեջ եկեղեցին, որն իհարկե մինչև այս էլ արդեն չկար, որովհետև ինքնա ոչնչացվել էր փաստացի ողբերգականորեն, բայց հիմա այնուամենայնիվ, քանի որ թուրքական կողմը, ադրբեջանական կողմը սարսափելի խելացի է աշխատում եւ իրենք ինչպես սեփական պետությունն են հանճարեղորեն կառուցում, այդպես հանճարեղորեն էլ գիտեն ապակառուցել եւ քանդել թշնամու պետությունը եւ այդ կատարելապես տիրապետվող գործում անհրաժեշտ հանգրվան են իրենք դիտարկում հայ եկեղեցու ոչնչացումը։ Սա այդ խնդիրն է լուծում եւ այդ գործում Նիկոլ Փաշինյանին կարծում եմ, գրեթե վստահ եմ, եթե գրեթե բառն էլ հանենք վստահ եմ, որ հրահանգավորվել է թիրախավորել եկեղեցում արկա թույլ կետերը, քաղցկեղային գոյացությունները արկա, որբիսի լեգիտիմություն հաղորդվի այս հարձակմանը եւ փոփոխությանը։ Նպատակը այն է, որ կաթողիկոսը հեռացվի, որը վարկաբեկված է եւ ել ավելի է վարկաբեկվում հիմա, եւ ինքն էլ իրեն ավելի է վարկաբեկում իր հիմարագույն պահվածքով, իր ողորմելի խղճուկ վախեցած խոսքերով, իր անգործությամբ այս պայքարում, իր չարձագանքելով, որը ստից քողարկում են իբրև թե վեհության եւ բարձր լինելու մեջ եւ իբրև թե այս մի փոթորիկ էլ կանցնի չի անցնելու, այս կաթողիկոսը դուրս է թռնելու եւ այս ամենի ֆոնին Փաշինյանի, Ալիևի եւ Էրդողանի ծրագիրն է, այսինքն Փաշինյանի ծրագիրը չի, կարծում եմ վստահ եմ նրանց ծրագիրն է, որը փոխանցվել է Փաշինյանին ի կատարում փոխելու կաթողիկոսին եւ տեղը դնելու ամենայն հավանականությամբ տեխնայության հարցում 100% վստահություն չունեմ, բայց շատ բարձր տոկոսով կարծում եմ, որ Թուրքիայում բնակվող Թուրքիայի քաղաքացի, Թուրքիայի հպատակ Կոստանդնուպոլսի հայկական պատրիարք Սահակ Մաշալյանին բերելու այստեղ կաթողիկոս եւ դրանով հայ եկեղեցին վերցնելու լիակատար եւ տոտալ վերահսկողության ներքո Ռուսաստանի վերահսկողությունից, ինչպես Արցախը փոխանցվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողությանը, այդպես էլ հայ եկեղեցին Ռուսաստանի վերահսկողությունից փոխանցել Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ։
եւ դրանով քանդել, այնպես ինչպես քանդեցին եւ հանձնեցին Արցախը։ Այս գործում ինձ համար մեկ հանցավորը Նիկոլ Փաշինյանը չի, խոսքը բարոյական հանցանքի մասին է։ Առավելապես համար մեկ հանցավորը Թուրքիան եւ Ադրբեջանը չեն, իրենք խնդիր ունեն, իրենց խնդիրն են լուծում եւ շատ խելացի են լուծում։ Եվ իրենք դասագրքային մեթոդով են վարվում իրենց թշնամու հետ եւ որևէ կողմ իր թշնամու հետ պիտի հենց այդպես վարվի, ինչպես իրենք են վարվում։ Իրենց տեսանկյունից իրենք շատ գրագետ են գործում եւ ընդհանրապես գրագետ են գործում։ Ինձ համար այս ամբողջ հարցում առաջնային հանցավորը դա հայ եկեղեցու կղերական ղեկավարությունն է, Գարեգին Բ-ն ինքն է ամենամեծ հանցավորը։ Եվ նաև նրանք, ովքեր կուրորեն պաշտպանում են այս կաթողիկոսին, կարծելով թե պաշտպանում են եկեղեցին, փոխանակ այնպես անեն, որ այս կաթողիկոսը մեջտեղից դուրս գա, բայց գործընթացը տեղ ունենա ոչ թե Նիկոլ Փաշինյանի ցանկացած սցենարով, այլ որպեսզի իրենք ձևավորեն օրակարգ եւ այս կաթողիկոսին իրենք կարողանան փոխարինել նորմալ բարոյական մեկով, որի վրա այլևս այս հարցակումները տեղ չեն ունենա կպնելու, որը չի լինի քաղցկեղային գոյացություն եկեղեցու մարմնին։ Եվ կան այդպիսի եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ։ Այդպիսիք կան նաեւ եւ գուցե հատկապես Անտիլիասի թևում, չեմ ասում թեմում, ասում եմ թևում, որտեղ Անտիլիասը թև չի, կաթողիկոսություն է, Մեծի տանն կաթողիկոսություն է։ Չկան այդպիսիք Երուսաղեմի պատրիարքարանում, որտեղ պատրիարք է իմ խորին համոզմամբ մի ամբարո մեկը, խայտարակ հողածախ մեկը, եւ չկա այդպիսին նույն կերպ Կոստանդնուպոլսում, որտեղ պատրիարք է թուրքահպատակ մեկը, որը ըստ էության նշանակվել է չի ընտրվել է ձևականորեն, իրականում նշանակվել է պատրիարք թուրքական իշխանությունների եւ հատուկ ծառայությունների կողմից։ Հիմա այս գործընթացում փոխանակ ներքին առողջացման խնդիր լուծեն եկեղեցականները, հոտի պես հավաքվել են իրենց հովվի շուրջը, որը ամբողջությամբ այլևս անկարող է եւ վարկաբեկված է։ Եվ ակնհայտ է, որ այս կաթողիկոսի հետույքը կեղտոտ է, որտեվ եթե կեղտոտ չլիներ, ինքը կատաղի պայքարի հիմա դուրս կգար, հասկանալով, որ սա իր միջոցով թիրախավորում է եկեղեցուն։ Լավ, եթե կեղտոտ է, այդ դեպքում ինքը կարող էր, ինքը չի հասկանում եք, մեզանում բացակայում է ընդհանրապես մտածելու ունակությունը, քաղաքական մակարդակով բացակայում է։ Այդ մարդը կաթողիկոս է արդեն գրեթե 30 տարի ու չի կարողանում հասկանալ, որ ինքը միևնույն է դուրս է թռնելու, կամ արդեն իրեն ասել են ինքը աշխատում է մինիմալ կորուստներով դուրս թռնի, որ այդ շակերտների մեջ կոմպրոմատները չհրապարակվեն։ Եվ այս process-ում ինքը մնալով եւ շարունակելով պաշտոնավարել, կործանման է տանում եկեղեցին, որտեղ ինքը դուրս է թռնելու միևնույն է, դա ակնհայտ է Նիկոլի ամենօրյա ռեժիմով հարվածներից եւ պոստերից, դա ակնհայտ է, իսկ երբ պետության ղեկավարը, հատկապես այնպիսի բռնատիրական կարգերի ղեկավարը, ինչպիսին տիրում է Հայաստանում, բռնապետական կարգեր ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ դեմոկրատիայի նշույլ անգամ չկա։ Երբ պետության ղեկավարը, որը միահեծան որոշել է հայրենիքի ճակատագիրը, պետության ճակատագիրը, հանրապետության մի հսկայական հատվածը, Արցախի հատվածը, հանձնվել է թշնամուն, Հայաստանի Հանրապետության տարածք Արցախը։ Այդ պետության ղեկավարը մարսել է եւ մարսելու է ամեն ինչ։ Եվ եթե նա կարողանում է մարսել Արցախի փոխանցումը Ադրբեջանին եւ ճանաչումը Ադրբեջանի կազմում, ապա հայ եկեղեցուն փոշիացնելը եւ մի կաթողիկոսի գրափարով ասած տշելը նրա համար խաղուպար է։ Մանավանդ այսպիսի խոցելի կաթողիկոսի։ Հետևաբար ես առաջարկել եմ տարբերակ, որը իհարկե որևէ մեկը բանի տեղ չի դնելու եւ շարունակվելու է կուրորեն եւ անմտորեն սատարվել այս կաթողիկոսի հանցավոր բարոյականորեն հանցավոր ճանապարհը եւ դա այն ուղին է, որ
այս կաթողիկոսը կարող էր, հետևելով հայ եկեղեցու մարգա տրադիցիային, հենց հիմա, հենց վաղը, կազմակերպել, հայտարարել, կազմակերպել եւ անցկացնել աթոռակից կաթողիկոսի ընտրություն եւ երկու կաթողիկոս լիներ գահին եւ դրա նախադեպերը մեր պատմության մեջ կան։ Ամենավերջին նախադեպերը, ինչպես ասել եմ, Մեծիտան ընկիլիկո կաթողիկոսություն են եղել, կաթողիկոսությունում է եղել ընդամենը մի քանի տասնամյակ առաջ։ Երբ երկու կաթողիկոս կար եւ մեկը մահացավ, մնաց մյուսը։ Հիմա պարտադիր չի, որ Գարեգինը համակաթողիկոս գահա գահակից կաթողիկոս ունենալուց հետո մահանա։ Ինքը կարող է ուղակի գնալ թոշակի եւ հարցը ինքն իրեն կլուծվի եւ կաթողիկոսությունը կունենա անխոցելի մեկին որպես ղեկավար։ Եթե դրանից հետո Նավասարդ Կճոյանը եւ նմանները կլինեն խնդիր, ապա դրանք ընդհանրապես arczepiskopos-ներ են, որոնք կարող են պաշտոնից զրկվել եւ վերջ, կոչվել թոշակի, ինչպես իրենք են ասում։ Բայց սա չի արվում։ Այս կաթողիկոսը որպես դասական իր հանրության, իր հասարակության, իր հոտի ներկայացուցիչ, որպես նրապես մտածող մեկը, ուղղակի չի ոչինչ չի անում։ Սպասում է երբեմն իրեն տշելու եւ մտածում է ճիշտ հայավարի, որ բալքին կանցնի։ Այդ բալքին կանցնի արտահայտությունը, որից ես շատ զզվում եմ, բայց որը շատ հատուկ է, իր գլխում է։ Բալքին իրան կանցնի։ իրան կանցնի։ Հա, իրան կանցնի։ Այսինքն կամ էլ իրեն ինքը արդեն գիտի, որ իրեն տշելու են, ուղղակի ինքը մտածում է exit strategy-ի մասին, թե ինչպես հանձնի եկեղեցին Նիկոլին, որտեղ Նիկոլ Փաշինյանի ուղակի հրահանգով չի, որ ինքը դուրս է գալու։ Իր ղեկավարությունը Մոսկվայում է, Լուբյանկայում է, FSB-ի շենքում է, եւ իրեն հրահանգելու են Ռուսաստանից, որպեսզի դուրս գա, որտեղ պայմանավորվածությունը իր դուրս գալու վստահաբար ձեռք է բերվել Մոսկվայի, Բաքվի եւ Անկարայի միջև։ Նիկոլ Փաշինյանը տեղում հարվածներն է իրականացնում, որպեսզի դա տեղի ունենա։ Եվ հենց իրեն Մոսկվայից ասեցին, ինքը դուրս է թռնելու, որտեղ հասկանում եք, որ իր եղբայրն էլ Մոսկվայում, Ռուսաստանում թեմի առաջնորդ է, սարսափելի կապված ռուսական establishment-ի հետ, նրանց հլու հնազանդ կամակատար է, իր վրա կա ոչ թե արտահամուսնական կապի արդյունքում ծնված երեխա կամ երեխաներ, այլ իր վրա կան աննկարագրելի քանակությամբ, ես ենթադրում եմ, կոմպրոմատներ։ Եվ ոչ միայն կոմպրոմատներ, այլև Ռուսաստանում շատ հանգիստ կարող են ինչ ուզենան խաղալ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի գլխին։ Ինչ ուզենան, վարկենապես։ Դնում կասկած Եվ չկա։ այս երկու եղբայրները այնքան խոցելի են, բայց որպես իրենց հասարակության եւ հանրության դասական ներկայացուցիչ իրենք պատասխանատվություն չեն ստանձնելու։ Իրենք դուրս չեն գալու, իրենք չեն հասկանալու, որ ժամանակը սպառված է իրենց, որ ամենամեծ արվեստը, ինչպես հայրս էր ասում, կանգ առնելու արվեստն է, որ իրենք պիտի այստեղ արդեն կանգ առնեն, որ ժամանակը լրացել է, գնան, չեն անելու։ Դա չկա մեր ընդհանրական գիտակցության մեջ, դա բացակայում է այդպիսի գիտակցություն։ Քաղաքական մշակույթ Ստրատեգիական հանուն ինստիտուտի, հանուն կառույցի, հանուն պետության, հանուն ազգի, հանուն ժողովրդի մտածողությունը տոտալ բացակայում է իմ խորին համոզմամբ գրեթե բոլորի մեջ։ Գրեթե բոլորի մեջ։ Դե, որ ասում եմ գրեթե բոլորի մեջ, երևի թե 1 միլիոնից 5 հոգու մեջ չի բացակայում, բայց դա թիվ չի ընդհանրապես։ նայ Հայկ, այդ Սահակ Մաշալյանի տեխնացությունը արդեն առաջարկվել է։ Արդեն կա դեպքը էջուն տեղադրել է այդ Այո։ բան տեսանյութը, որ ոչ էս կողմ, ոչ են կողմ, հենց այդ հայտ բանի հայտարարության օրը հաջորդ օրը արդեն դուրս է գալիս մեկը շատ դուրս դեմքով ասում է մի պատկառելի անձնավորություն է, որի հետ կապված ոչ մի բամբասանք ու խոսակցություն չկա։ Ոնց չկա։ Հիմա եթե թույլ կտակ, մի քանի հստակեցում անեմ կարևոր։ Մгм. Առաջինը Սահակ Մաշալյանի թեկնածության արկայության մասին պաշտոնապես առաջինը ես եմ հայտարարել եւ դա արձանագրված է։ Ա, ասեմ, որ դժվար չէր այդ մասին կռահելը, եթե անգամ ես չհայտարարեի։ Պիտի նոր կաթողիկոսը լինի Թուրքիայից։ Դե Բաքվում թեմ չկա,
Եվ հետևաբար պիտի լինի Թուրքիայից պատրիարք եւ այլն եւ այլն։ Երկրորդը դա այդպես այդ տեսանյութը, որ ես տեղադրել եմ Facebook-յան իմեջում, էլի պիտի խնդրեմ, որ մարդիկ բաժանորդագրվեն էջին, follow տան, որովհետև ընկերությունները ես հաճախ չէ որ տեսնում եմ, բայց եթե follow են տալիս, բնականաբար իրենք կարողանում են հետևել էջին։ Այդ մարդը, որը ներկայանում է որպես հոգեորական, Գարեգին Բ Ներսիսյանի կողմից եկեղեցուց հեռացված, պաշտոնից հեռացված նախկին հոգևորական է, եթե չեմ սխալվում, քահանա, որը ապրում է արտասահմանում եւ որը խիստ ընդդիմադիր էր հանդես գալիս Գարեգին երկրորդին եւ այդ առումով կարելի էր իրեն գովաբանել, որտեղ թվում էր, թե նախկինում ինքը հասցեական է քննադատում, տեղին է քննադատում, բայց հիմա ակնհայտ է դառնում եւ ակնհայտ է դարձել, որ այդ մարդը փաստացիորեն Նիկոլ Փաշինյանի խոսափողն է։ Եվ պատահական չի, որ ինքը Ուզում եմ ճշտ կատարելապես հետույք մտնելով Սահակ Մաշալյանին, խոսքը առաջարկողի մասին է, ոչ թե Սահակ առ Մաշալյան։ այո, Մանավանդ առաջարկողի մասին է, որ ինքը հետույք մտնելով Սահակ Մաշալյանին հստակորեն կատարում է պատվեր եւ իրականացնում է PR, շատ բացահայտ PR, հա? Այդ աստիճանի կոպիտ, այսինքն այնքան պիտի չհարգես քո լսարանին, որ այդ աստիճանի բացահայտ PR անես, որտեվ գիտես, որ չեն միևնույն է չեն հասկանալու, լսելու են քո խոսքերը, այդ կուտը ուտելու են։ Այդ մակարդակի ենք իջել։ Ես չէ, դուք չէ, բայց իջել ենք այդ մակարդակի։ Եվ դա գովազդային արշավ է։ Ընդ որում, կարգալույծ արված հոգեորականի կողմից, որը իրավունք չունի հոգեորական հագուստ կրելու։ Ես կարծում եմ, որ Գարեգին Բ-ի կարգալուծումների մեծ մասը ապօրինի են եղել, բայց հիմա այս մարդու պարագայում հասկանում եմ, որ այս դեպքը գուցե եւ ապօրինի չի եղել։ Դեպքին ծանոթ չեմ, ինչի է կարգալույծ արվել, անկեղծ ասած, չեմ էլ ուզում ժամանակ ծախսել դրա վրա։ Սա է խնդիրը։ Ակնհայտ է նաև, որ ինչպես ասել եմ, Բալթյան երկրներում թեմի առաջնորդ կարգված այս Գարեգինի կողմից որպես աքսոր, որ իրենից հեռու լինի, իր գահին չհավակնի իբր թե, որտեղ գիտի, որ հավակնում է իր գահին, ճակերտների մեջ աքսորել է հեռու Բալթյան երկրներ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, որն էլ վերջերս տեսանք, որ Փաշինյանի եւ իր թիմի Բալթյան երկրներ այցի ժամանակ օրհնեց Փաշինյանին, քծնական բառեր ասաց, եւ եկեղեցին այդպես էլ իրական արձագանք չտվեց։ Մի երկու ապուշ խոսք ասեցին Մայրաթորից, հետո ասեցին այլևս չենք մեկնաբանում եւ այդպես թողեցին, որ մարսվի։ Ինչի թողեցին, որ մարսվի։ Որտեվ ենթադրում եմ, որ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ունի ռուսական հետախուզության հին հայերենով ասած դաբրոն, աջակցությունը, հովանավորությունը եւ ենթադրում եմ, որ ունի անպայմանորեն Նիկոլ Փաշինյանի եւ նրա ռեժիմի հովանավորությունը։ Եվ մյուս ականավոր։ կողմից Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն է ջանում դառնալ կաթողիկոս արդեն։ Էնպես որ բոլորի համար պարզ է, որ այս կաթողիկոսը թռնելու է, դաշտից է թռնելու։ Եվ Բայց միևնույն է, երբ սա էլ ասեմ, երբ պետության ղեկավարը գրում է Կտրիչ Ներսիսյանը, անբարոյականը, մոտարպես կարծեմ այդպիսի բառեր ասել, այդ բառում վստահ չեմ, բայց այդպիսի իմաստ է դրվել, հա։ Այդ տոնով է խոսում արդեն եկեղեցու, պաշտոնական եկեղեցի, Սքայ առաքելական եկեղեցին, ինչ ուզում եք ասեք, պաշտոնական եկեղեցի է։ Պաշտոնական եկեղեցու առաջնորդի մասին, դա նույնն է, ինչ եթե միջնադարում թագավորը եւ կաթողիկոսը բախվեին իրար մահացու պայքարում։ Այդպիսի համադրելիություն կարելի է պատկերավոր անել։ Եվ դրա արդյունքում կամ եկեղեցիներ պատմության մեջ եկեղեցու առաջնորդներ հերացնում թատերաբեմից թագավորին կամ թագավորը եկեղեցուն։ Այս պարագայում այս կաթողիկոսը բացարձակ ոչինչ չի կարող անել։ Հետևաբար հերացվելու է ինքը, հատկապես Հայաստանի պես բռնատիրական երկրում Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենակարող է եւ ամենազորեղ է, որքան էլ որ նրան չսիրողները փորձեն ինքնախապեյությամբ
պնդել եւ ճամարտակել, թե ով է Նիկոլը, որ այդ նույն բանը ասում են եկեղեցականները, ոնց կարող է։ Մենք հազարամյակներով եկել ենք, դուք հազարամյակներով նաև ապրել եք Արցախում եւ հիմա ձեզանից մի հոգի չկա Արցախում։ Դուք հազարամյակներով ապրել եք Հայաստանի արևմտյան հատվածում եւ հիմա ձեզանից այնտեղ ոչ ոք չկա։ Դուք հազարամյակներով չեք եղել այսքան փոքր, այսօր դուք այսքան փոքր եք։ Դուք հազարամյակներով չեք եղել այսքան բարոյալքված եւ անհայրենիքացած։ Եվ դուք կորցնելու եք հայրենիքը շուտով։ Ինչ ամեն ինչ ինչ որ մի պահ ավարտվում է Հայաստանի ձեր ժողովրդի ժամանակը ավարտվել է եւ ավարտվել է ձեր մեղքով։ Հիմա եկեղեցին չի կարող մնալ, եթե հատկապես այսպես է իրեն բամ, եկեղեցին կարող է մնալ, տարբերակ կա մնալու։ Եթե վերածվի եւ վերադառնա իր արմատներին, դառնա քաղաքական մարմին եւ քաղաքական պայքար նախաձեռնի, բայց դա անելու համար չպիտի ունենա խոցելի ղեկավարություն եւ տխմար, տգետ, խուժան, խուլիգան, գողական, կղերական առաջնորդություն։ Պիտի Դե, ունենա բարոյական եւ վճռական մարդկանցից կազմված թեկուզ փոքրիկ խումբ, այդպիսի կաթողիկոսով եւ քաղաքական պայքարի դուրս գա, որտեղ ինչպես ասել են բազմաթիվ անգամներ, հայ եկեղեցին աշխարհի ամենակաղաքական եկեղեցին է։ Եվ քաղաքական պայքարի դուրս գա եւ ժողովրդին միակ համախմբելու, միակ միավորելու պոտենցիալ ունեցողը հայ եկեղեցին է եւ այս process-ը պիտի լինի նաեւ Մոսկվայից ազատվելու պայմանով, որտեղ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չէր հարձակվի Մոսկվայի հովանավորյալ եկեղեցու եւ նրա դրածո փաստացի, թեև Լուիս Սիմոն Մանուկյանն ու Վազգեն Սարգսյանն են այս կաթողիկոսին ընտրել տվել, բայց այնուամենայնիվ Մոսկվայի ոսկեղենիկ հայերենով ասած դաբրոյով։ Այդ նույնիսկ դաբրոն այնքան բնորոշիչ բառ է մեր համար, հա։ հա, նույնիսկ Եվ եթե դաբրոներ չկա, դա ոչ մի բան չի նշանակում, այսօր այդ սերտաճումը մանավանդ եզրասի, այդ մենք հո գիտենք եզրասնովա։ այո, Եզրասի հետեւաբար առանց Մոսկվայի այս արշավը հնարավոր չէր լինի, որտեղ մի հատ կզանգեին Նիկոլ Փաշինյանին, կասեին հələ մի հատ սուսունա նստի տեղը։ Էս ինչ ես անում, մեր մարդուն հանում ես կաթողիկոսությունից։ լավ, հիմա ի բանան ենք, հետո գնանք, այնքան հարցակուտակ, ուզում եմ հերթով գանք։ Ինչով է վտանգավոր Սահակ Մաշալյանը, սկսենք այդտեղից։ Որովհետև ասեմ, ես երեք լսում էի արդեն իմ եթերներում ասել եմ, չգիտեմ դու լսել ես թե չէ, երեք ադրբեջանական ռադիոն ուղիղ այդ հարցազրույց էր անում Մաքսիմ Շևչենկոյի հետ, հասկանալու համար որպես նա մասնագետ տարածաշրջանի, թե ինչ է ուզում Փաշինյան Նիկոլը եկեղեցուց, նա պարզ ասեց, որ Փաշինյան Նիկոլը եկեղեցու միջոցով ուզում է Հայաստանը Ռուսաստանի տակից տեղափոխի Թուրքիայի տակ, Այն ինչ որտեղ ես ասեցի արդեն, չեմ նայել այդ հարցազրույցը, բայց լրիվ ճիշտ է ասել այդ տականքը։ այդ տականքն էլ է նույնիսկ ընդ որում որպես խայծ գծում է, որ չէ որ Թուրքիայի տակ հաջողորդ ավելի ազատ ու լավ է ապրել, ասում։ Փաշինյան Նիկոլը լավություն է անում հայ ազգին, Գիտեք, այդ մասով Հայաստանում ահռելի, դուք վաղուց չեք եղել Հայաստանում, ահռելի զանգված կա, որը նույն այդ կարծիքին է։ Ցավալիորեն, հա, անհավատալիորեն։ Ասեն, որ սա Սփյուռքում դիտողները իմանան, թեև բանալի իրենց մեջ էլ լիքը մարդ կա Սփյուռքում, հա։ բանալի բառը զանգվածն էր։ Հա, ինչու զանգված կարա լինի։ Չէ, ինչ որ չէ։ Հսկայական, հսկայական Վարդան։ Մոռացել Ես են ցանցը, Գրիգոր ը, Զորաբյանը մոռացել, թե կոմիտասն են մոռացել։ չեն էլ իմացել Վարդան եւ Չեն չեն էլ ուզում իմանալ եւ թքած ունեն եւ գիտեք ինչ են ասում այդ հսկայական զանգված ասում են իսկ սովետի ժամանակ վատ էինք ապրում ադրբեջանցիների հետ իրենց խելքը այդքան է Վարդան եւ այդ զանգվածները կան եւ դա հսկայական զանգված է ինքնախապեյությամբ Հայաստանում բնակվողները թող չզբաղվեն որտեւ այդ զանգվածը ահռելի է մի ժողովուրդ մի ազգ որը մարսել է Արցախի նվիրաբերումը մարսել են տասնյակ հազարավոր զոհերը, որ եղել են առաջին պատերազմի ժամանակ, առաջին պատերազմից հետո ընկած ողջ շրջանում, եւ երկրորդ պատերազմի ժամանակ, եւ դրանից հետո մինչ այսօր, Արցախի համար թափված ահռելի անգնահատելի արյունը, այդ մշակութային ահռելի ժառանգությունը, այդ բնության ռեսուրսները, հայրենիքի հանձնումը,
Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի հռչակումը ոչ Հայաստանի Հանրապետություն արդեն պաշտոնապես, դեպ դա Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած հայերը համարել են, որ դա Հայաստանի Հանրապետության մաս չի, ինքնաոչնչացաբար։ Բայց եթե դա մարսել է մի ժողովուրդ ու մի ազգ, ու ինքը հաշտ ու խաղաղ է դրա հետ, բայց եւ հաշտ ու խաղաղ է, հիմարությունները այն խոսակցությունները թե հաշտ ու խաղաղ չեն, փաստ է որ հաշտ ու խաղաղ է, հաշտ ու խաղաղ չլիներ, այսօր Նիկոլ Փաշինյանը չէր լինի իշխանության։ Ոչ մի վարքյան չէր լինի հանձնումից հետո, պատերազմից հետո չէր լինի, պատերազմի հաջորդ օրը չէր լինի իշխանություն։ Հետևաբար, այդ զանգվածը կա եւ այդ զանգվածը, այո, այդ զանգվածին այս ռեժիմը նաեւ խաղալով Ռուսաստանի խաղը, որտեղ Ռուսաստանը ինքը ցանկանում է հանձնել Հայաստանը Թուրքիային, որտեղ ինքը դրա դիմաց բան է ստանում։ Հայաստանի գնորդը Թուրքիան է։ Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է Ռուսաստանի համար հարմար գին, իրենք պայմանավորվել են։ Սկսվեց Արցախի հատվածից, հիմա մնացած հատվածներն են հանձնվում եւ հանձնվելու են անխուսափելիորեն։ Անխուսափելիորեն, որտեղ ժողովուրդը չի պայքարում։ Եթե պայքարեր, եթե ներսում ինքնաոչնչացման ծրագիրը գործարկված չլիներ, դա տեղի չէր ունենա։ Բայց քանի որ գործարկված է եւ դա չի կասեցվում եւ չի կասեցվելու, ես վստահ եմ, հետեւաբար հանձնվելու է ողջ Հայաստանը շատ շուտով։ Հիմա այս համատեքստում ճիշտ է, քանի որ կա այդպիսի օրակարգ եւ ժողովրդի ահռելի զանգված, ես վախենում եմ ասել մեծամասնությունը, բայց ես հավատացած եմ, որ մեծամասնությունն է այդպես ուզում, որ Հայաստանը անցնի Ռուսաստանից Թուրքիան եւ ռուսական ծրագիրն է, որ մեզ վատաբանեք, որովհետեւ մեր գործարքը, որ մենք պայմանավորվել ենք, ես բացատրում եմ, թուրքերի եւ ադրբեջանցիների հետ ձեզ վաճառելու, լինի ձեր Երևա իբրև թե դա ձեր ընտրությունն է։ Մեզ վատաբանեք եւ անցեք Թուրքիայի թևի տակ ինքներդ կամովին, ինչեւ տեղի ունենում։ Հիմա սա նույն process-ն է։ Եվ եկեղեցին, որ վերջին կառույցն է, որ ունի պոտենցիալ համախմբման, քանդում են դրա համար, որտեղ Լավ, հիմա անցումը եւ փոխանցումը Թուրքիայի տեսականորեն կարող է խափանվել միայն հայ առաքելական եկեղեցու կողմից։ Բայց իհարկե միշտ ադրբեջանցիներն ու թուրքերը գերագնահատում են մեզ։ Նրանք չգիտեն, որ անգամ մեր եկեղեցու ղեկավարությունն է կրտված ոչ թե բառացիորեն, այլ փոխաբերական առումով ակնհայտ է, որ բառացիորեն կրտվելիքը շալվարի մեջ չեն պահել գրեթե բոլորը։ Ակնհայտ է եւ դրանից է կախվում Նիկոլ Փաշինյանը այդ հանգամանքից։ Բայց կրտված են բարոյապես, հոգեպես, մենք դա տեսնում ենք։ Կրտված են ինչպես շատ շատերը։ Հիմա այս կրտվածներին փոխանցում են Թուրքիան։ Ես հավատացնում եմ, վաղ կլինի Մաշալյանը, այսօր Գարեգինին քծնողները, նրան պաշտպանողները, ովքեր չհեռացրեցին, չկտրեցին նրան որպես քաղցկեղային հանգույց, որպեսզի եկեղեցին առողջանա եւ լինի անխոցելի դրսից եկող վիրուսի համար, դրսից եկող բակտերիալ եւ վիրուսային հարձակման համար մահացու, այդ մարդիկ վաղը մտնելու են Սաակ Մաշալյանի հետույքը։ Ես հավատացնում եմ, ինչպես որ քաղաքական դաշտում եւ հանրային դաշտում, վաղը պաշտելու են Հայաստանի ղեկավար Ալիևին։ Եթե հասցնեն մնալ երկրում, եթե իրենց թողնեն իրենք մնան, կասկածում եմ, որ կթողնեն մնան։ լավ, հիմա Սա է իրականություն։ պետք է հասկանալ է հիմա լուծումը։ Հիմա ասում ես մեղավոր են այն մարդիկ, որոնք պաշտպանում են Գարեգին Բ-ին, հա։ Հիմա ստեղ ընտրությունը կամ պաշտպանում ենք Գարեգին Բ-ին, պարտվում է Փաշինյան Նիկոլը, կամ թույլ ենք տալի, որ Սահակ Մաշալյան թուրքական ագենտը գա կանի հայոց կաթողիկոս։ Շատ Ընտրություն լավ, շատ լավ հարց եք դնում։ Խնդիրը նա է, որ Գարեգին Բ-ին պաշտպանելով գալու է Սաակ Մաշալյանը։ Եթե դա շարունակեն պաշտպանել Գարեգին Բ-ին, գալու է Սաակ Մաշալյանը։ եթե չշարունակենք պաշտպանել Գարեգին Բ-ին, Նիկոլը հանում է Գարեգին Բ-ին, ելի գալիս է Սահակ Մաշալյանը։ Այստեղ հարցը Ոչ, լուծում ես ասեցի, պիտի Նիկոլը չհանի Գարեգին Բ-ին։ Գարեգին Բ-ն ինքը իրեն պիտի հանի, բայց առաջին մինչև դա ինքը պիտի գահը փոխանցի գիտեմ։ աթոռակից կաթողիկոսի, սա է միակ ճանապարհը, որpիսի վերահսկողությունը դուրս չգա եւ չանցնի Նիկոլի ձեռքը։ Համաձայն եմ։ Որտեվ հենց անցավ Նիկոլի ձեռք, հենց Գարեգինը վաղը, ես դեմ եմ, հասկանում եք, լինելով Գարեգինին կտրականապես մերժող մեկը, ես կտրականապես դեմ եմ, որ Գարեգինը վաղը հրաժարական տա եւ դուրս գա։ Հասկանում եք, որտեվ դրա արդյունքում Նիկոլը անմիջապես դնելու է իր մարդուն։ Հա, Եվ մենք մենք բոլոր տեսել ենք ինչպես է դա մեր հասարակությունում տեղի ունենում։ Սփյուռքից մեր աղբարիկները
գալու են հոս Հայաստան, հայաստանցիները երթալու են Էջմիածին եւ հոնդեղը միաբերան եւ միահամուր չանքերով միտ գաթողիկոս ընտրին անոր ում որ իշխանությունը գուզե հայրենի իշխանությունը վերջ Նայ հիմա իշխանությունը կբերի Փաշազադեին, Փաշազադեին կընտրեն կաթողիկոս։ հա Թող այդ մեծ չխոսեն։ Այդպես է լինելու։ լավ Ինչպես մենք ընտրվել է այս Գարեգինը, ահա եւ Ներսես Պոզապալյանը չընտրվեց եւ հետո շատերի համար մեծ հարցական պայմաններում մահացավ եւ ընդհանրապես տեխնացությունը կորստային տեխնացություն էր եւ անգամ լուրջ պատմություն կա, ես լսել եմ այդ մասին, չգիտեմ որքանով է վավերական, բայց հակված եմ հավատալու, թե ինչպես է անգամ տեղի ունեցել այդ ընտրությունը այն ժամանակ, երբ հոկտեմբերի 27-ն էր տեղի ունենում խորհրդարանում 27-ին, Գարեգին Ներսիսյանը ընտրվել է կաթողիկոս, կրկնեմ, Լուիս Սիմոն Մանուկյանի, Ալեք Մանուկյանի դստեր, անձնական տրամադրվածության մեղմ ասած շնորհիվ դեպի ինքը եւ հսկայական ներդրմամբ այդ թվում ըստ հավաստի թվացող տեղեկությունների ֆինանսական հսկայական միջոցների ծախսմամբ, Սփյուռքում հսկայական լոբինգի արդյունքում եւ Վազգեն Սարգսյանի ուղակի ճնշմամբ։ Դրանից ավելի վատ վիճակ է լինելու հիմա։ Իմիջիայլս Գարեգին ան, որ կարքին մարդ էր, բայց միամիտ մարդ էր եւ մի քիչ այդ բանը հոսոսային բան ուներ, հա, Անտիլիասից բերեց Լևոնը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց Գարեգին այն, էլի նշանակեց կաթողիկոս։ Իսկ Վազգեն առաջինին այնպես չի, որ ինքը Ռումինիայից լինելով սփյուռքահայ եկավ եւ սովետական միությունում դարձավ կաթողիկոս։ Դա բացառված էր առանց Կրեմլի միջամտության եւ KGB-ի։ Եվ հիշեցնեմ, որ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին Ստալինը խեղդել տվեց հայերի ձեռքով, Էջմիածնի բնակիչ հայերի ձեռքով վեհարանի իր ննջարանում։ Բարձով խեղդեցին մարդուն, սպանեցին։ Եվ 7-8 կարծեմ 8 տարի կաթողիկոս չկար Էջմիածնում, հետո ընտրեցին նոր կաթողիկոս, որի մահից հետո եկավ Վազգեն առաջինը։ Այսինքն հատկապես այս կաթողիկոսները սկսված մի ողորմելի, մի կեղտոտ կերպար կաթողիկոս էլ կար, Հովհաննես Կարբեցի կաթողիկոսը 19-րդ դարում, որ Աբովյանին էր հալածում, որը ռուսական կամակատար էր եւ ըստ էության ռուսական աջակցությամբ դարձավ կաթողիկոս։ Այդ ժամանակներից դեռևս 19-րդ դարից ռուսական կայսրությունն է որոշել Հայաստանում ով է կաթողիկոս լինելու։ Հիմա եթե այս Գարեգինը իրենց հովանավորյալը իրենցով ընտրված մարդը թռնի մեջտեղից, կարող է այլ մեկը լինի, որ ասենք բան, անկախ լինի կամ բան լինի, եթե այս Գարեգինը ինքը չի ասում, ես դուրս եմ գալիս Մոսկվայի վերահսկողությունից, սա իմանում նա իմանում։ Բայց դրա համար պիտի դու քո անձնական շահը, քո եղբոր անձնական շահը ստորադասես քո պետության շահից, որտեղ եկեղեցու շահը այսօր համընկնում է իրական պետության շահի հետ։ Պետությունը Նիկոլ Փաշինյանը չի։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունն է, որ դարձել է պետություն, բայց ազգային շահը պահանջում է այս եկեղեցու մնալը եւ քաղաքականացումը որպես իր համայնքի, իր հոտի դասական ներկայացուցիչ Գարեգին Բն անկարող է սեփական շահը ստորադասել ազգային պատմական շահին։ նա ես Անկարող է եղբոր կարողությունը եւ ազատությունը դնել ռիսկի տակ եւ փոխանցել դուրս գալ Ռուսաստանի ազդեցության տակից, գահը փոխանցել մի անկախ գործելու մտայնություն ունեցող մեկին։ Եթե կա այդպեսին Էջմիածնում։ մենք մենք իհարկե մի հատ ուրիշ հարցեր կամ բան ուզում հարցնենք քննարկենք իրար հետ։ Ես օրինակ sense պատկերացնում եմ լուծում։ Գարեգինը ասում է հարազատ հոտ իմ, որովհետև Գարեգինի շուրջ են համախմբել նույնիսկ անհավատները եւ եկեղեցին մերժողները, ինչպես ես ու դուք։ Իսկ Ես տարբերակ մեկ։ եկեղեցին չեմ մերժում։ Իմիջիայլոց Վարդան ասեմ, եթե թույլ տաք ներողություն, հազար ներողություն ընդհատելու համար, հիշեք ինչ էիք ասում, կշարունակեք։ Ես ուզում եմ հայտարարել, որ ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, այնպես չէ, ինչպես Նիկոլն է հայտարարում, շատ տարբեր բաներ են։ Ինձ համար եկեղեցին կարևորագույն քաղաքական ինստիտուտ է, դա իմ ինստիտուտն է։
Ես մկրտվել եմ հայ առաքելական եկեղեցում։ Հորս հետ միևնույն օրը։ Հայրս 60 տարիքում էր շատ մկրտվել։ Եվ ինձ համար, որպես մեկի որդի, որը շատ բարձր է արտահայտվել, հետազոտել է գիտականորեն, ունի լրջագույն աշխատություններ այս եկեղեցու դերի եւ կարեւորության մասին, ինձ համար անչափ կարեւոր է դերը եւ կարեւորությունը։ Եվ հենց այդ նույն պատճառով ես մերժում եմ այդ եկեղեցին հոշոտած, այդ եկեղեցին ծնկի բերող, դրա ոչնչացման թուրքական ծրագրին նպաստող կղերական ղեկավարությանը։ Հասկանալի է։ Հիմա տեսայք, տարբերակ մեկ։ Գարեգինը հայտարարում է. սիրելի հոտին, ես հասկանում եմ, որ ես թերացել եմ, հա, ես պատրաստ եմ հեռանալու, բայց այն օրը, երբ որ Հայաստանը կունենա նոր իշխանություն, ընտրում ենք նոր իշխանություն, ես խոստանում եմ, որ դրանից հետո հասկացնում ենք ընտրություններ, որ այս իշխանությունները նախ երբեք իրենց հաղթանակած չզգան, որովհետև սրանց հիմա հաղթանակ է պետք, ընտրություններից առաջ։ Երկրորդն է, ասում է, ազատեք ձեզ այս իշխանությունից, ես ինքս ձեզ կազատեմ իմ ներկայությունից, այն ժամանակ արդեն ընտրությունները ավելի կանխատեսելի լավ իմաստով արդյունք ունենան։ Տարբերակը, որ ինքը կանի, չնայած ես էլ եմ Չէ, հավատում, եւ ես այդ տարբերակին դեմ եմ անկեղծ ասած, ասեմ ինչու համար։ Ինքը այսպես թե այնպես վարկաբեկված մարդ է։ Ես այս երկու օրը տեսա մի լուսանկար Էջմիածնի, ես շատ նկարներ եմ տեսել, փորագրություններ եմ տեսել, հա, լիտոգրաֆիաներ եմ տեսել Էջմիածնի, անգամ այլ լուսանկարներ եմ տեսել, պարսպապատ Էջմիածինը։ Եվ այդ պարսպի մի հատվածը ես հիշում եմ Ճեմարանի կողմից, այն կողմից, որտեղ Եվրոռեմոնտով նոր բաներ են կառուցել, բաց խորան եւ այլն եւ այլն։ Այդ Փարիզը քանդել տվեց այս Գարեգինը, պատմական կառույցները, Փարիզները քանդել տվեց։ Միայն դա բավարար էր, որպեսզի ինքը ինձ համար լեգիտիմությունը կորցներ։ Խայտարակ բան է եւ Եվրոռեմոնտա սիրահար, հա, խոսել եմ այն մասին, որ Էջմիածնի մայր տաճարի հատակը հա, բջնի պատմական մարմարը հանեց եւ մետլախ է կպցրել հիմա։ Էլի ոսկեղենիկ հայերենով ասած մետլախ, իտալական մետլախ մարմարի տեսքով։ Դա մի կողմ։ Այս Գարեգինը մերժված կերպար է, ապա բարոյական կերպար է իր եղբայրով, ինքն իրենով, իր արածներով, իր տեսակով, հա, ինքը չի կարող միավորել եւ ինքը չի կարող միավորիչ գործոն դառնալ իր համար եւ իր կոչով որևէ մեկը պայքարի դուրս չի գալու այլևս։ Պիտի մեկը լինի, որ միավորող լինի, որ հավատ ներշնչի։ Եվ հետո ինքը այդպիսի բան ասի, հաջորդ վարքյանին ինքը ինչի է լռում, որտեվ այս իր հետույքը մաքուր չի։ Հաջորդ վարքյանի սրանք մի սեքս թեյփ, մի սեքս տեսանյութ կհրապարակեն, գուցե, եթե ունեն։ Կարծում եմ, որ կարող է եւ ունենան, շատ հնարավոր է։ Ակնհայտ է, որ ապացույցներ ունեն, որ դուստր ունի։ Եվ ինչքան էլ որ հայերը ասեն, որ դե կարևոր չի, դե հիմա խախտել է եկեղեցական բանը, բան, դե ոչինչ, ով չի անում, նորմալ է, բան, չէ՞ որ միակ ազգն է, որ այդպիսի բան կարող է ասել։ Այդքան ներողամիտ կարող է լինել ճակերտների մեջ ներողամիտ։ Եվ թքած ունենա այդ տված երթումների կարգի, որտեղ պատասխանատվության բան չկա, չէ՞, խնդիր չկա։ Ով է պատասխանատու եղել մեր պատմության մեջ երբևէ, ոչ ոք։ Պատասխանատվության կանչելու ինստիտուտը մերժված է պաշտոնապես։ Պաշտոնապես ճակերտների մեջ։ Հիմա ինքը այդպիսի բան որ արեց եւ դա էլ դուրս եկավ մեջտեղ։ Էլ արդեն ինքը ով է։ Հիմա բայց դու որ գիտես որ քո վրա կոմպրոմատ կա, եղբայր։ Ինչի՞ ես մնում։ Ինչի՞ ես մնում։ Դու մտածում ես սա մի քամի է, որը կանցնի։ Չէ, չի անցնելու։ Մարդ եղի, տղամարդ եղի, առաջնորդ եղի։ Ասա հա այն բանը իր հերացրած եկեղեցուց հերացրած տիրան եպիսկոպոսը, որ իր եղբորից առաջ Ռուսաստանի թեմի առաջնորդ է, ես 3 թե 3-4 օր տեսանյութ տեսա, որ խոստովանում է, որ ինքը եպիսկոպոս եղած ժամանակ ընտանիք է կազմել, երեխա է ունեցել։ Այդ մարդը խոստովանում է, հա, հիմա եպիսկոպոս չի շատ վաղուց աշխարհական է։ Բայց դու ասա, դու գիտես, որ իրենք ունեն այդ կոմպրոմատը։ Դու ուրեմն եթե դու քո անձը փրկելու համար այդ կոմպրոմատը ծածկելու համար, դու ես կասկածում եմ, որ ինքը գնացել է գործակես իշխանության հետ, լռում է, եւ այնպես է անելու իբրև թե ինքը իրենց ճշմարտակ դուրս եկավ, կարևոր է այդ կոմպրոմատը դուրս չկա։ Ու դրա արդյունքում գալու է Թուրքիայից մարդ։ Թուրքիայի քաղաքացի թուրքական հատուկ ծառայությունների ենթակա մարդ չի կարող չլնել ենթակա այդ Սահակը։ Սահակ է, ստահակ է, ինչ է։
Հիմա, այսինքն ինքը անում է հակապետական հակազգային բան, ոնց էլ որ նայես։ Եթե այն սցենարով չի անում, որի մասին ես խոսեցի։ Եվ իրեն իր կղերները պաշտպանում են, դրանք այդպիսին է մեր մենթալիտետը։ Պաշտպանել ղեկավարին ինչ էլ որ լինի։ Քանի Հա, ղեկավար։ հա, Հիմա, նայ, այս էլ ասեմ ավարտեմ, որպեսզի քո հարցը ավարտած լինեմ պատասխանը։ Այդ սցենարը աշխատող սցենար չի։ Պիտի տղամարդկություն ունենա, իմանա, որ դուրս գալուց հետո կարող է իրեն կեղտոտություն անեն։ Ինքը նախորդ բոլոր քարտերը բացի դնի, ես լինեի իր տեղը, այդպես կասեի։ Հա, լավ, օքեյ, լավ, երեխա ունեմ, հա, ես ում մարդ չեմ 2% եմ եղել, ունեմ, հիմա իր երեխայից պիտի հրաժարվի, դա էլ անբարոյականության նշան է, չէ՞, եթե բաց հայտվել ես արդեն։ Ասա լավ, երեխա ունեմ, օքեյ, դուրս եմ գալիս։ Ընտրում եմ աթոռակից կաթողիկոս, որտեղ գահս չեմ տալու նրանց։ Չեմ հա, թույլ տալու, որ նրանց օրակարգով լինի, սա իրենց սարկածներ։ Հա, բացահայտել են, լավ, երկու անգամ էլ, չգիտեմ, ինչ որ մեկի հետ սեքս եմ արել, բան ունեն, տեսանյութ ունեն։ Էդ էլ կարող է տեսնեք։ Կամ կարող է տեսանյութը սարքեն։ Հիմա AI-ով ֆանտաստիկ տեսանյութեր են սարքում արդեն։ Մանավանդ Google-ի AI-ով, նոր AI է, չէ՞, մի քանի օրվա։ Կարող է եւ սարքել նաեւ իր վրա։ Բայց դուրս արի, եղբայր, դու չես կարող մնալ այլևս։ Քո քարտը խփված է, դու բացահայտվել ես։ Իսկ եթե հույսդ նա է, որ քեզ կարդարացնեն պատասխանատվության ինստիտուտի բացակայության պայմաններում, դե լավ, դե հա հիմա արել է, էլի, բան, այդպես չի։ Դու տվել ես երթում, երթումդ խախտել ես։ Դա սարքել են այսօր օրակարգ։ Դուրս արի ուղակի։ Քո անձը կարևոր չի, դու ոչինչ ես պատմության մեջ, բայց դու հիմա հրեշավոր բան ես անում մնալով, որտեվ այդ քո հանգամանքը օգտագործում են եկեղեցին ոչնչացնելու համար։ Եղբորդ էլ ասա, թող ոստիկանապետի պես փախնի մի այլ տեղ։ Ոստիկանապետը ասում են հրաժարական է տվել, փախել է, չէ՞, նույն օրը։ Ամերիկայի մարդ է։ Հա, հիմա թող եղբայրդ փախնի, միլիոններ ունեք։ Եղբայր, եթե դուք իսկական հոգևորականներ եք, եթե դուք մորթապաշտներ չեք, եթե դու ուզում ես կոծկես իրենց այդ գործարքի գնաս ու դուրս գաս ու փոխանցես գահը նրանց, ինչ եթե քո դստեր մասին հայտնի չդառնա, հայտնի են դարձրել արդեն։ Ինչ եթե վիդեոներ դուրս չգան կամ ձայնագրություններ, Նիկոլը պնդում է, չէ՞ որ կան։ Եվ ինքը չի խափում Նիկոլը այդ հարցում։ Այդ հարցում ինքը հստակ ծրագրով առաջնորդվում է, հստակ ասում է հիմա դուրս արի, իմ օրակարգը իրականացնեն կամ հետս գնա գործարքի այդ տարբերակով դուրս արի, թե չէ ված կլինի։ Բայց տղամարդկություն չունես, վեր կանաս ասես։ Այսինքն Նայ, ավելի լավ է անունդ մնա, բայց եկեղեցին ոչնչանա եւ քո ամբողջ նայ, ամբողջ ամեն ինչն էլ ոչնչանում։ հայ, ասեմ, որ այնքան էլ այտենց չի, քո ասածը շատ տրամաբանական կլե, դա Նիկոլը հանգիստ լիներ, որ էսա ասելու է ու կամպրոմատները ստիպելու են, որ ինքը գնա։ Ինքը դա չի ասում։ Իրա հիմնարավարի պահվածքից երևում է, որ ինքը խնդիր ունի նրան հանելու, որտեղ լծակ չունի։ Ու ինքը ինչ անում։ Չէ, Ինքը ոնց հայ լծակ չունի։ Լծակը կոմպրոմատներն են։ կոմպրոմատներով կաթողիկոս դուրս չի գալիս։ Չեմ Ով դուրս գալու, ասեց։ հենց Չէ, ես Վարդան վաղը եթե ինքը sex tape release արեց, թողարկեց, եւ sex tape հրատարակվեց, եւ հրապարակվեց։ եւ Կաթողիկոսի բաց մազոտ հետույքով։ եւ Ինչ, այսինքն այդ մարդը կարող է մնալ կաթողիկոս դրանից հետո։ Եկեղեցին կփլուզվի, կաթողիկոսը կփլուզվի, էլ զրո հարգանք կմնա այդ մարդու եւ այդ եկեղեցու հանդեպ։ հարգանք ու եկեղեցու ես քեզ ասեմ, Չէ, հարգանք ու ներսից էլ կտշեն արդեն։ նայ, այ Որտեվ չի ես կարող ինքը չունի արդեն առաջնորդելու բան, հասկանում եք։ հիմա էլ չունի, երբեք չէր ունեցել։ Հիմա տես, Չէ, եթե քո հիմա ձևական ինքը այդ բանով սքեմով դուրս է գալիս, այ թող վեղարով կամ թասակով կապույտ, դուրս է գալիս, իրեն գնում են օթանավակայանում դիմավորում են բան, բայց հենց մազոտ մեր հետույքը եղավ էկրաններին, օրինակ։ Ես չգիտեմ կա այդպիսի տեսանյութ թե չկա, շատ ասեմ, հուսով եմ որ չկա։ ասեմ ինչ են ասելու։ Կալքին տղա է։ Հիմա ասենք Դե առաջ, հիմա ուրեմն այդ դեպքում թեման վերջացավ։ Այսինքն չունենք եկեղեցի, չունենք ժողովուրդ, չունենք բարոյականության ոչ մի նշույլ, ոչ մի բան չունենք, էլ արդեն ավելորդ ենք խոսում, ինչ ուզում է թող լինի։ հիմա նայ, ալի փաստերը խոսենք։ Հիմա եթե այդքան հեշտ լիներ, այս ճիվաղը չէր անհանգստանա, բայց ինքը անհանգստացած է այնքանով, որ ինքը հայտարարում է, որ խմբեր է կազմում, ինքը առաջնորդներ է նշանակում, կոորդինատորներ է նշանակում, իր email-ն է տալիս,
անձնական, որ գրեք ինձ, արեք ես ընտրեմ հոգու աչքերով, սրտի, չգիտեմ, Այդ բոլորը դերասանություն է, Վարդան։ նայ, Ես համոզված եմ, ես համոզված եմ, որ ինքը դա անում է նույն սցենարով, որով խաղարկվեց չհեղափոխությունը 2008 թվականին։ Հիշում եք ինչքան ինքը տառապեց, նիհարեց, քայլեց, քրտնեց, պայթյունների մեջ ընկավ, ծխի մեջ ընկավ, հիվանդանոց ընկավ, ձեռքը մոնտեացավ։ Հիշում եք այս ամեն ինչը։ հա, լավ, հիմա այդ քո հարցը վերջացնեմ։ Հիմա նույնիսկ ինքը խմբեր է կազմում, ինչ որ հանձնաժողովներ է կազմում, անուններ է տալիս։ Հա, ու արդեն Արծրուն Հովանեսյանին են, Արծրուն Հովանեսյան, ճիշտ եմ ասում ազգանունը։ Բանին էլ հաղթում ենք։ Այն Հովանեսյանն էլ ինքը։ Մի խոսքով։ Դրան են մեջտեղ բերել, որ ինքը պետք է ղեկավարի շարժումը։ Ամեն ինչ գալիս է այդտեղ։ Ես հարց եմ տալի։ Եթե այդքան հեշտ բաներ, նա հեշտ պետք է բարաժարական տալ։ Ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում հեշտ գնալը, սահուն փոխելը, չթշնամասները, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանը առավել եւս ամբողջ հավատացյալ հայ ազգի ողերին թշնամինա իր այս գործողություններով։ Եթե հեշտ կարար գնալ, Չէ, ինքը այդպես չի։ Հայ ազգի սիրելին է Նիկոլ Փաշինյանը, Վարդան, եթե ողերին թշնամի լիներ, թշնամուն չէին թողնի իրենց կառավարի եւ ձայն չէին տա։ համաձայն չեմ։ Վերջի Գյումրու ընտրությունները նույնպես։ Չէ, մենք իրականությունը պետք է խոսենք։ Իրականությունը պետք է խոսենք։ Փաստ կա։ Իրականությունը մի քիչ ուրիշ է։ Չէ, կա Ասա, փաստ։ Հայաստանի ղեկավարը Արցախի հանձնումից 5 տարի հետո, Արցախի լիակատար դատարկումից 1.5 տարի հետո, արդեն կլինի 2 տարի հետո, շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը, ուրեմն ինքը ժողովրդի դեմքն է, ժողովրդի ընտրյալն է, վերջ։ Ուրիշ հարց, որ ես ու դուք մեզ չենք համարում այդ ժողովրդի մաս, չենք ընդունում այդ ժողովրդի պահվածքը, որակը եւ այլն, դա ուրիշ հարց։ Փաստը դա է։ Հիմա, այս ամենը, եթե ինքը զանգեր ու կաթողիկոսը դուրս գար, այդպես չէ լինի, այս կաթողիկոսը իր պես է, Նիկոլի պես է, հասկանում եք, ինքը գամված է, շուրուպներով տակից ձգված է աթոռին։ Ինքն էլ եղբայրն էլ միլիոնների հարց է, փողերի հարց է, փառքի հարց է, բանի հարց է։ Այս մարդիկ չեն պատկերացնում ոչինչ դրանից դուրս։ Իրենք չեն պատկերացնում ինչ է լինելու։ Այդպիսի նախադեպեր շատ կան պատմության մեջ։ Մարդիկ մինչև վերջի վարկյանը սոսնձված են մնացել աթոռներին առանց գիտակցելու։ Նիկոլայ Հիմա, Չաուշ Կադաֆիի լիքն է եղել, գիտեմ։ հիմա այդ process-ը գլուխ բերելու համար էլի աշխատանք է, ոնց որ չհեղափոխության բեմականացումներ, որտեղ անգամ 100 հազարանոց մասսայական զանգվածներ ներգրավեցին իդեմս այսպես կոչված ժողովրդի, որպեսզի ստեղծեն տեսարան, թե իբր ժողովրդն է փոխում։ Այս նույնը հիմա է տեղի ունենում։ Ստեղծվում է տեսարան, իբրև թե շարժում կա, ժողովրդական պահանջ կա Մի տարբերությամբ բայց կաթողիկոսին փոխելու եւ նաեւ կապիտալացվում է իսկապես կաթողիկոսին չսիրողների չսիրելը հանուն իրենց պիղծ նպատակների։ Դրա մի համար եմ ես ասում, այս կաթողիկոսը եթե դուրս գա իր տեղը փոխանցելով, ինքը փոխանցի բարոյական եւ անխոցելի մեկին կամ շատ քիչ խոցելի մեկին, այս ամենը կմարի կվերջանա կռվան չեն ունենա։ Այդ մեկին արդեն պետք է կամ խորեն Մուրադբեկյան անեն տրամաբանորեն, անեն։ կամ չգիտեմ ինչ պիտի անեն, որ այդ դեպքում այդ մեկը դուրս գա։ Եվ այդ մեկը կլինի կոնսոլիդացնող համախմբող կերպար, Ահա բայց չեն այն ինչ անում։ այն ինչու դու ես առաջարկել, ես առաջին օրվանից այդ եմ առաջարկել, ասել եմ գնա, որպեսզի դու փրկես եկեղեցին։ Գնա։ Հա, բայց գնալու ձևը պիտի չլինի Նիկոլի սցենարով։ Այո, Նիկոլի Ստենելով չլինի, գնա, որպեսզի փրկես եկեղեցին։ Նա հակված չի փրկել եկեղեցին իրանից հետո թեկուզ ջրեղեղ։ Բայց հիմա տարբերությունը գիտես որն է 18 թվականի հույնիկվա այս պայքարը, ասում ես իմիտացիա պետք է ստեղծել, որ ժողովուրդը զգալ, որ սա իր ձեռքի գործն է։ Տարբերությունն է, երբ որ ժողովուրդը մտածում է, որ սա իր ձեռքի գործն է ու փառաբանում է դրա համար իր լիդեր Փաշինյան Նիկոլին։ Այսօր էս աղմուկի պարագայում ժողովուրդը գիտի, որ դա իր ձեռքի գործը չի, հակառակ, սա այն հրեշն է, որ իր հնարավոր բոլոր ձևերով ավիրում է իր սրբատունը։ Թեկուզ Չէ, չէ, հաջող չէ, Վարդան, այդպես չի։ Թույլ տուր չհամաձայնվել, ժողովուրդը տենց վազելու է փողոցները, ճանապարհները, որովհետև այս ժողովուրդը սարսափելի խորթացած է եկեղեցուց, ոչ նոր, ինքն է եկեղեցու բան, ոչ եկեղեցին է իր բանը։ հա, բայց Իրար չեն պատկանում։ նույնիսկ այդ պարագայում, արդիկ Չէ, ընտրությունում
Որ մեկի։ Բոլորը ամեն ինչի վրա թքած ունեն։ Մանավանդ հիմա սարսափելի անհավատություն է տիրում Հայաստանում։ Հայ եկեղեցիները լիքն են, բայց ձևականորեն։ Ձևիզմ է տիրում։ Այ ես հասկանում եմ քո տեսակետը, ես թույլ երկու բառ ասեմ մեզ լսողներին։ Ես ընդունում եմ Հայկ Մարտիրոսյանի տեսակետը, ես կարող եմ համաձայնել, կարող եմ չհամաձայնել, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ 10,000 հոգիանոց բանը քվեարկումը, որտեղ առաջնահերթությունը ով պետք է գնա առաջինը, 87-83%-ը համարում է, որ առաջնային գնալու ենթակա է Փաշինյան Նիկոլը։ Նոր 17%-ի համար Բայց առաջինը այդ շատ համարելը քանի կոպեկ արժի, եթե նա շարունակում է պաշտոնավարել։ Համարում են տանը է։ դիվանին նստած կամ զուգարանակոնքին նստած համարում են հետո։ Հասկանում եմ, այսօրվա քաղաքացուն հələ չեն հարցրել ինչ ես ուզում։ Ես ընդհանրապես Բայց ով կարծիքներն եմ։ պիտի հարցնի, քաղաքացին ինքը պիտի ասի ինչ է ուզում, ոչ թե իրեն գանը հարցնեն ինքը պատասխանի։ Միևնույնն է, ցանկացած քաղաքական գործունեություն, փոփոխություն եւ ընթացք մարդիկ հաշվարկում են այս process-ին աջակցությունը ժողովրդի մոտ ինչքան է։ Ես էլ ասում եմ ժողովրդի մոտ այս աջակցությունը 17%-ա 10,000 հոգի մասնակցած բանը քվեարկածների արդյունքում եմ ասում։ Ես չեմ ասում դու ճիշտ չես, ես չեմ ասում ժողովուրդը չի հեռացա եկեղեցուց, բայց միևնույնն է իմ նման մարդը, որ հասկանում է ինչ դեր է ունեցել այս կաթողիկոսները, այս կղերականները, մեր հայկական պետականության քայքայման մեջ, միևնույնն է իմ համար ինքը նախընտրելի է, քան այս կորցանիչը, սա բանա, պատուհասը, սա աղետ է։ Ես ընտրում եմ այս պարագայում, այս չեղած ընտրության մեջ, պահեմ թեկուզ Գարեգին երկրորդին։ Հույս ունենալով, Հասկանում եմ։ հույս ունենալով մյուս կարող է պայծառություն լինի, Բայց չգիտեմ։ դա ստացվում է Նիկոլը, թե նախկինները նույն տիպի մի խաղ։ Այո, Նիկոլ Թենարկինն խաղի մեջ կաթողիկոս Այսինքն այնպես չի, որ ասում են համ Նիկոլը պիտի գնա, համ նախկիները պիտի չգան։ Այդպես չի։ Էլի գալիս է այդ նույն պարադիգմայի մեջ, թե այդ պարադիգմայից ինչ է դուրս գալիս, մենք դա տեսել ենք եւ դա էլ ենք տեսնելու։ Մեր ավարտը մեր ձեռքի գործն է։ Այ մեր տեսակի, մեր մտածողության պատճառով, ու մենք նույն բանը անում ենք դարերով, անում ենք անverջ, ատում ենք նրանց, ովքեր մեզ ասում են, որ մենք անում ենք աշխարհի ամենասխալ ամենաանմիտ բանը, այդ մարդկանց բերանը ծեփում ենք, այդ մարդկանց հայհոյում ենք, այդ մարդկանց մարգինալացնում ենք, այդ մարդկանց գցում ենք դուրս հանրային տիրույթից, մերժում ենք ու ինքնավստահ հաստատակամ խիստ կամային ձևով գնում ենք դեպի ինքնաոչնչացում։ հայք Կրոնական մոլերանդությամբ ինքնաոչնչացում։ Նույն բանը տեղի է ունենում այս եկեղեցու հարցում։ Նայ 5 տարի ինչ էս ալիքը կա, ես հնարավոր բոլոր առիթներն օգտագործել եմ, միշտ ցույց տալու համար, որ այն ինչ որ հիմա կատարվում է եկեղեցում, դա սոսկալի բան է։ Սա նույն բանն է, ինչ որ կատարվում է պետության մեջ։ Ինձ միշտ մեղադրել են էլ անաստված լինելու, էլ հակաքրիստոս լինելու, էլ ինչև իրանց եկեղեցին բանան, ինչև իրանց կղերականներին թերագնահատում, ինչև անուն կպցնում իրանց կաթողիկոսին։ Այսինքն ես այնքան թուքումուր եմ կերել, ես գիտեմ դա ինչ է։ Եվ որ դու ցույց ես տալիս, որ այս եկեղեցին քոնը չի ժողովուրդ։ Նյու Յորքի եկեղեցին, որ Մոսկվայից 10,000 կիլոմետր հեռու է, ստեղ ավելի շատ են սիրում Պուտինին, քան այս բանը, Կրեմլի մեջի եկեղեցու։ Իմիջայլոց այդտեղ Նյու Յորքի մասին ասեմ։ Ահա, Շատ կարքին, շատ կարքին եպիսկոպոս էր առաջնորդ։ Շատ առաջ կարքին եպիսկոպոս։ Ես իր հետ երկու անգամ կարծեմ շատ հպանցիկ խոսել եմ եւ Նյու Յորքում եմ խոսել, կես ամերիկացի, կես հայ, շատ կարքին մարդ։ Այդ անունը մարդուն, այդ մարդուն հիմա չեմ հիշում անունը, ցավոք սրտի մտքիցս թռա, բայց հիմա ինչ միացնում է, ես տեսնում եմ լուսանկարները։ Այդ մարդուն իրականում ինքը այնքան պարկեշտ մարդ է երևում, որ ընդհանրապես չի խոսում եւ շարունակում է ծառայությունը։ Գիտնական հոգեվորական, կարծեմ աստվածաբան հոգեվորական, կես ամերիկացի, կես հայ, բայց ամբողջությամբ հայ, իր կրոնով, իր դավանանքով, իր տեսակով եւ հասել է եպիսկոպոսյան եւ ընտրվել էր առաջնորդ, այդ մարդուն դուրս շպրտեցին եկեղեցական հեղաշրջման, թեմական ներքին հեղաշրջման միջոցով եւ այսօրվա նոր առաջնորդը, ես իրեն չեմ ճանաչում, սոցիալական մեդիայով հետևում եմ, ինչքան գիտեմ էջմիածինցի է, եթե չեմ սխալվում։ Վստահ չեմ, բայց կարծեմ։ Ակնհայտորեն եւ նաեւ ասում են շատ հավաստի աղբյուրներ, որ այս կաթողիկոսի մարդն է, մարդը, ինչպես ընդունված է մեզանում,
իր հովանավորյալը շատ արագ դարձավ վարդապետից, թե ծայրագույն վարդապետից եպիսկոպոս, դարձավ առաջնորդ։ Մի բան փաստ է, որ հրաշալի PR շիկ է, շատ ուժեղ սոցիալական մեդիա է գրում, Մгм. անգլերենով, չգիտեմ ինքն է գրում, թե չէ, պրոֆեսիոնալ անգլերենով էջ է վարում, դարձել է սուպերստար, սուպեր աստղ սոցիալական մեդիայի, մի ֆանտաստիկ արշավ է վարում, այդպիսի եկեղեցական չկա, որ այդ, բայց Գարեգինի մարդն է, դարձել է ըստ բազում մարդկանց պնդումների այսպես ձևակերպեմ, հեղաշրջման եկեղեցական ներթեմական հեղաշրջման արդյունքում այդ առաջնորդը իրենից առաջ եղած որ շատ բարձրորակ առաջնորդ էր եւ համայնքում երկուս էլ Նյու Յորքցի ենք, չէ՞ Վարդան, ես էլ դուք էլ շատ լավ գիտենք ինչ են խոսում հայերը այդտեղ։ Եզոք Տևես մաս համայնքի հետ շատ քիչ եմ շփվել հայ համայնքի հետ։ Եվ ասում են, որ շատ բարձրորակ կարգին նվիրալ մարդեր եւ ինքը ամենակարճն է պաշտոնավարել։ Իրենից առաջ Խաժակ arczepiskopos Պարսամյանը մի քանի տասնյակ տարի, որ կարծեմ Պոլսեցի է, պաշտոնավարեց Նյու Յորքում մի քանի տասնյակ տարի եւ անընդհատ ընտրվեց եւ այդքան երկար են այնտեղ պաշտոնավարում։ լավ հայք, նայ, Այսինքն, չէ, ինչ եմ ասում, կարքին մարդկանց հանում են, բնականաբար։ վերում են կաթողիկոսի մարդկանց։ Հիմա այս կաթողիկոսը ինքն իրեն ոնց կարող է հանել։ Ես հասկանում ինչ ես ասում։ Հիմա նայ, երկուսս էլ մտահոգ ենք դրսի վերաբերյալ դու քո ձևով ես լուծում տեսնում, այսինքն դու լուծում համարյա չես տեսնում, որովհետև հասկանում Թե ենք ես երկուսը, լուծում տեսնում եմ, բայց ես գիտեմ, որ լուծում չի լինելու։ Հետևաբար ես ասում եմ, որ այսինքն լուծում չի լինելու։ աթորիկոս կաթողիկոսը, որը ճիշտ տարբերակ է, ես ընդունում եմ, հա, տեսնում ենք, դու ասում ես, դա տարբերակ է այս վիճակը հաղթահարելու համար, բայց դա չի լինի, որովհետև էգոն, տերերը, իրավիճակը, աթորակ բոլտերով տակից կպցրած վիճակը եւ ամենակարևորը քաղաքական տրադիցիաների բացակայությունը, որ մեկը կարող է գնա։ Ես ինչ հիշում եմ, հայկական պատմության մեջ մենակ Լևոն Տեր-Պետրոսյանն է տվել հրաժարական։ Էն էլ, եթե այդ վիճակը չլիներ, կարող է հրաժարականը չտար։ Էй, Ամեն դեպքում, կամովին հրաժարական չէր, դա իրեն պարտադրել էին։ հա, բայց Փառք հրաժարական է։ Աստծո, որ պարտադրել էին, բայց ավելի լավ չեղավ արդյունքում, եղավ նույն բանը, էլի։ Հա, չէ, ինչ եմ Այսինքն ուզում։ անգամ այդտեղ խելք ու ազգային մտածողություն չհերիքեց, որ ապազգային մեկին հանելով ազգային ընթացք սկսվեր։ Վազգեն Սարգսյանին էլ վերացրեցին, որովհետև ամենայն հավանականությամբ հասկացան, որ կարող է Վազգենը հանկարծ հասկանա ինչն ինչոց է եւ Դարբն ազգային գիծ մտնի ու ամեն ինչ վերադարձավ դարձ ի շրջանս յուր եւ հիմա այդ շրջանը փակվում է եւ ավարտվում է հայոց եւ Հայաստանի պատմությունը։ Փաստորեն ես ուզում եի հարցը տայի, դու արդեն բան արեցի, դու արդեն փակեցիր հայոց պատմության վերջին էջը ոնց Չէ, որ ես թե։ չեմ փակում, ես արձանագրում եմ։ Իմիջիայլոց ինձ որ մեղադրում են, ասում են դու Հայաստանը թաղում ես, եղբայր, ես չեմ թաղում։ Ես այդ թաղմանը ներկա եմ։ Դուք Լավ, սպանել եք Հայաստանը, դուք դրել եք հողը, ես ընդամենը ասում եմ, որ դուք հենց հիմա թաղում եք Հայաստանը։ լավ, Եվ ես մարդիկ դրա համար ինձ են քարկոծում որպես Հայաստանը սպանողի։ Շատ դա էլ է շատ բնորոշ մեզ, շատ տիպիկ։ հայ, հիմա պատկերացնում եմ մի պահ կներես էլի։ Հիմա դու ես վարողը, դու ինձ հարց ես տվել։ Ես եմ ուզում քեզ պատասխանեմ։ Այո, այս վիճակը կա, այո, ինչ որ հայցում է Հայկը, դա իրականությունը, այո, այս աթորակից կաթողիկոսի ինստիտուտը կարող է լուծել հարցը, իսկ արդյոք սա վերջնա դիմադրություն չի լինելու, ես չեմ կարծում, որ դիմադրություն չի լինելու, որովհետև պատմության ոչ մի ընթացքում միևնույն ժամանակ ոչ մի կաթողիկոս չնայած ունեցել ենք մեկը մեկից այլասերված ապազգային երևույթներ, չի կարողացել ի վերջո հայկական ինքնությունը, դավանաբանությունը հոխի։ Չի կարողացել։ Այո, նրանք լծակներ ունեն, այո, նրանք կարող են ազդել process-ների վրա։ Այո, եթե ազգային լինեի, ավելի լավ կլիներ մեր համար, դե հիմա չկա, հիմա չի եղել, լիներ լավ կներ։ Նույնիսկ եթե այս թուրքական agent Սահակ Մաշելյանին էլ բերեն նստացնեն, ամենավատ սցենարն են վերցնում։ Սա ուղղակի բերելու է ավելի մեծ ատելության քաղաքական իմաստով, որ դու մեզ սեփական հավատից ես զրկում, չի վաղ, ու արդյունքում զրկվելու է Փաշինյան Նիկոլի իշխանությունից շատ ավելի արագ եւ ավելի շուտ, քան եթե հաղթեր եկեղեցին, որտեղ նույնիսկ եթե Գայգինը հաղթի էլ, պատկերացեք, Գարեգինի եկեղեցին Փաշինյան Նիկոլին ոչինչով չի սպառնում,
որտեղ ինքը երբեք խնդիր չի ունեցել Փաշինյան Նիկոլի հանցանքների հետ ու մենք դրա բազմիցս խոսացել ենք ոչ Արցախի կորուստի, ոչ 400-ից ավել վանական համակալի եկեղեցիների հանձումների, ոչ այս այլասերումների, ոչ մի բանի հետ Գարեգինը առարկություն երբեք չի ունեցել։ Այո, երբեմն ստիպված է լինում, օրինակ ոնց որ Շվեյցարիայում են իրան հրավիրել, ինքն է խոսել Արցախից։ Բայց շատ տարօրինակ կլիներ, եթե Շվեյցարիայում բողոքական եկեղեցին համայնքի հետ կապված բոլոր միջոցառումները կազմակերպեն, հայկական եկեղեցին հրավիրել են, որ խոսի, ինքը չխոսա Արցախից, հա։ Երբեմն ինքը ստիպված խոսում է Արցախից։ Բայց ես վստահեցնում եմ, նույնիսկ Սահակ Մարշալյանը, եթե տես միջոցառում անեն, ասեն այստեղ խոսա, ինքը չի կարա չխոսի։ Հիմա որպես ամփոփիչ, Թութու Այգջան, ես ամփոփեմ, դու կնկասես ամփոփ։ Այո, շատ վատ վիճակում ենք, այո, շատ խոցելի է մեր վիճակը։ Եկեղեցուց բան չկա, եւ ինչպես Հայկն ասեց, այս մահացու վիրուսը թույլ օրգանիզմը ման գալիս, որ բռնի ու սպանի այդ օրգանիզմը, եւ այդ ԱԺ խորհրդարանական ընդդիմությունից անցանք, դեր արդեն սատկացա բան չկա, հաջորդ թույլ օրգանիզմին, որ պետք է սպանել, իր իշխանությունը մեծացնել համար, դա կաթողիկոսարանն էր, ոչ թե եկեղեցին, կաթողիկոսություն իր շրջապատով։ Այո, ինքը խոսելի է, ինքը կարող է իրան ուժեղացնել աթոռակից կաթողիկոս ընտրելով կամ հրաժարական ինքը նախաձեռնել նոր ընտրություններ հրաժարական տալով։ Մի խոսքով, եթե ինքը աներ, այստեղ մենք շանս ունեինք։ Հիմա մեր շանսերը շատ քչացել է։ Հայկն ասում ամեն ինչի վերջն է, ես էլ ասում եմ, եթե լավ չի, դեռ վերջը չի։ Եթե Հայկը բան ունի ավելացնելու, то ավելացնի։ Մենք իրականում իրար հետ համաձայն ենք։ Հա, Իրականում համաձայն ենք, մենք իրականում նույն բանն ենք ասում։ ի շուրջ ենք համաձայն։ Ուղղակի Եվ դու մեր տարբերությունը։ ուղղակի դու ասում ես Նյու Յորքից, ցավոք սրտի ոդկդ Հայաստանի հողից ֆիզիկապես կտրված, որը քեզ եւ առավելություն եւ ոչ առավելություն է տալիս, որովհետեւ առավելություն, որտեվ դու ավելի պակաս ես տեսնում իրականությունը, հետեւաբար ավելի լավատես ես ինչ որ միտեղ, հրաժարվում ես հավատալ, որտեվ ֆիզիկապես տեսնելը մի բան է, հերվից տեսնել, լսել, հետևելը այնուամենայնիվ մեկ այլ բան։ Երկրորդ հերթին Վարդան, թույլ տուր չհամաձայնել միայն մի բանի հետ կամ մի քանի բանից այդ մեկը ընդգծեմ, որը ասում ես կասեն դու մեզ պարտադրեցիր ատելությամբ կլցվեն։ Վարդան, եղբայր, եթե դու դեռ չես զգացել դա, որովհետև ֆիզիկապես միայն հեռու ես, մտքով Հայաստանում ես, բայց ֆիզիկապես հեռու ես, ապա ես քեզ հավաստիացնում եմ։ Հայաստանում բոլորը, անգամ խիստ մտահոգ երևացողները, ամեն ինչի վրա խորապես թքած ունեն։ Վաղը բաժանիր նրանց այն անձնագրերից, որոնցից ես եւ դու ունենք, եւ նրանք մի վարքան անգամ չեն մնա Հայաստանում, նրանց գերագույն մեծամասնությունը վաղը տուր նրանց հնարավորություն եւ բիզնեսներ ունենալու խոստում տուր Արևմտյան Ադրբեջան կոչվող առաջիկա պետությունում եւ նրանք մեծ սիրով կմասնակցեն այդ պետության շինարարությանը Իլհամ Ալիևի ղեկավարության ներքո հսկայական քանակությամբ մարդիկ թքած ունեն եկեղեցու վրա կաթողիկոսի անձի վրա պատահական չի եւ ես այս մասին չի ուզում շատ խոսեի, բայց հիմա պիտի ասեմ, պատահական չի, որ միայն այդ մարդկանց շրջանում է հնարավոր, որ անգամ այսպես կոչված ինտելիգենցիայի ինտելիգենցիայի ներկայացուցիչները կարող են արդարացնել կուսակրոնության ուխտի խախտումը եւ ասել դե լավ, հա, հիմա ինչ է որ պատահական չի։ Միայն իրենց շրջանում, միայն մեր շրջանում, ոչ իմ եւ քո, բայց մեր դա հնարավոր է, որտեղ մարդիկ թքած ունեն, որտեղ չկա պատասխանատվություն, որտեղ չկա ընդհանրապես ոչ մի խնդիր։ Կա թեթև մտահոգություն, կա դուրս չգալ, բայց կա համակերպվելու անհուն, անսպառ, օվկիանոս պոտենցիալ, ամեն ինչի հետ համակերպվելու։ Մենք դրան արդեն իսկ ականատես ենք եղել Արցախի կորստյան։ Սա մեր պատմության մեջ ամենամեծ խարանն է, մարդկության պատմության մեջ որևէ ազգի վրա ամենամեծ խարանն է սա։ Եվ այդ խարանը մենք ենք կրում պատմության մեջ առաջինը,
եւ վերջինը, որտեվ չի լինելու մեկ այլ ազգ, որը այդպես հանգիստ համակերպվելու է այդ ամբողջ երևույթի հետ տասնյակ հազարավոր զոհերի արյունը զրոյացնելու հետ եւ հայրենիքի եւ պետության Հայաստանի միջազգայինորեն ճանաչված ազգերի լիգայի կողմից վավերականություն ունեցող մինչև այսօր վավերականություն ունեցող ճանաչված սահմաններից ներս հսկայական տարածքի հանձնումը, նվիրումը թշնամուն։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը, երբ ելույթ է ունենում կառավարության նիստին եւ ասում է, որ հաստատիորեն ինքը այդ մասին է խոսում, չի ասում Արցախի անունը չի տալիս, բայց ուղղակի հղում է դա ըստ էության։ Եվ ասում է, որ այսօր Հայաստանը շատ ավելի լավ է իրեն զգում, շատ ավելի լավ է վիճակը քաղաքականապես ֆլան-ֆստան, եւ ժողովուրդը դա ընդունում է, եւ չասես չի ընդունում։ Դա նշանակում է, որ մի հատ կաթողիկոս, մի հատ եկեղեցի, մի հատ չգիտեմ ինչ, վաղը որ Էջմիածին զուգարան սարքեն, Աստված մի արասցե, բայց այդ օրը գալու է, ես համոզված եմ։ Զուգարան ու գոմ սարքեն կամ ադրբեջանցիները կան եւ ապամոնտաժեն այդ 1700-ամյա կառույցը սրբազան եւ տակի Ատրուշանը, որ թանգարանի տակ է, հետհանսական բացեն ասեն, սա պրոտոթուրքական պաշտամունքային օբյեկտ է, հավատացիր այդ մարդիկ, ում դու կարծում ես, որ իրենք այսօր ասելու են, որ դու մեր եկեղեցին բան, իրենք ծափ են տալու։ Սա պիտի մենք ընդունենք, Վարդան։ Ես ասում եմ բաներ, որի համար ինձ ատում են մարդիկ։ Ես արձանագրում եմ։ Ես այդ բաները ոչ ծրագրել եմ, ոչ ես եմ դրանց հեղինակ, ոչ ես եմ այդ իրականությունը կերտում։ Մեզանում ճշմարտությունը արձանագրողին խորապես ատում են։ Ջանդամ ատեն ինձ, ասեմ մաքուր Եթե հայերենով։ Թքած ունեմ կատեն թե չէ։ Անկամ ուրախ եմ, պատիվ եմ համարում, որ այդպիսի մարդիկ ինձ ատում են։ Ես պատիվ եմ համարում։ Հետևաբար ես չունեմ ոչինչ բան։ Եվ ես ասում եմ, որպեսզի սա պատմության մեջ մնա։ Հուսով եմ, ես մեր տեսանյութը դեռ երկար տարիներ կմնա, որպեսզի իմ համոզմամբ հայեր 100 տարի հետո չեն լինելու, որտեղ Հայաստան չի լինելու, Հայաստան չեղավ, հայեր չեն լինելու։ Բայց սա վստահ եմ կլինեն մարդիկ, ովքեր կուսումնասիրեն հայերենը, ինչպես բաբելերենն են ուսումնասիրում, ինչպես արամեերենն են ուսումնասիրում այսօր։ Եվ այս տեսանյութերը նայելով կհասկանան խնդրեմը ինչում էր, որտեղ մեծ խնդրեմ է լինելու վաղը պատմական ճշմարտությունը հասկանալու համար։ Եվ ես ասում եմ պատմության համար, որտեղ իմ առաջին մասնագիտության պատմաբան եմ եւ ես շատ հարգում եմ պատմությունը, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի եւ նրա բազմամիլիոնանոց հետևորդների, որոնք վերափոխվել են Նիկոլա հետևորդների, որոնք ասում էին, որ պատմությունը կեղծ կատեգորիա է։ Եվ դրա համար մենք պիտի արձանագրենք Վարդան։ Ես եւ դու, որ լավ, բոլորը թքած ունեն ամեն ինչի վրա։ ե- Վերջակետ։ ես լսեցի Հայկ Մարտիրոսյանին, որպես վերջաբան ասեմ, այո, շատերը կան, որ ընդունում են այն ինչ որ լսում են, այն ինչ որ իրենց հրամցնում են, մնացածը ձև են տալի, որ իրենք ընդունում են, որովհետև իրանք նույնիսկ չեն էլ լսում ինչ են ասում, երբ այդ մարդիկ գիտեն հետո ինչ են անելու։ Այս հարցական նշանը տոկոսային առումով ընդունողներն են շատ, թե չլսողներն են, որ հետո իրենց կանեն, փողում ենք sense օթում կախված հարցական նշան, ես իմ պատկերացումն ունեմ հիմնված այն ինչ որ տվյալները ես ունեմ, Հայկը ունի իր պատկերացումները, այն ինչ որ ինչի վրա որ իր մոտա հիմնավորված, ինչպես հին խոսքն է ասում, սևը սպիտակը կերևա բաղնիքում։ Մենք շուտով ունենալու ենք համապետական ընտրություններ, ես վերջակետը չեմ դնում, Հայկն էլ չի դնում, երկուսով էլ կսպասենք այդ ընտրությունների արդյունքում։ Հո դեմ չես Հայկ ջան։ Չէ, թույլ կտաս մի նախադասություն, մի պարբերություն ավելացնեմ։ Դույրը դու ես։ Չէ, տերը դու ես եթերին։ Դույրը դու ես։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ սարսափելի մեծ ողբերգություն է, որ մենք սպասելու ենք ընտրությունների արդյունքներին, որտեվ եթե այսպիսի բաներից հետո ընտրությունով պիտի որոշվի մնացածը, խցկել են, չէ՞, սրանց ուղեղները, թե ամեն ինչ ընտրություններով է եւ այլն եւ այլն։ Հայտնի է, թե Հայաստանում ընտրություններով ինչ Հայաստանում չի եղել մի դեպք, ներառյալ ամենաառաջին ընտրությունները սովետական միության փլուզումից հետո չի եղել որևէ դեպք, երբ իշխանությունը չհաղթի ընտրություններում։ Ներառյալ Լեոն Տեր-Պետրոսյանի առաջին եւ Նիկոլ Փաշինյանի առաջին ընտրությունները երկու դեպքում էլ երկուսը իշխանություն են եղել, երկու դեպքում էլ երկուսը հաղթել են։ Եվ վայ մեզ, որ հայրենիքի հանձնումից հետո մենք պրիմիտիվորեն հույս պիտի ունենանք, թե ընտրություններով բան է փոխվելու,
կամ ժողովուրդը գնալու եւ քվեարկելու է իշխանությունից բացի այլ ուժի եւ կամ չի մարսելու այն արդյունքները, որոնք իրեն հрамցվելու են, եւ որ ժողովուրդը նստած սպասում է ընտրություններին։ Պատկերացնես, սպասում են ընտրություններին։ Եվ Այ այդպիսի բան ես ես աշխարհում այլտեղ չգիտեմ։ սենց վաղը կուզենայի ապստամբություն լինել, ես սենց վաղը կուզենայի, չգիտեմ, ինչ լինել, բայց մենք ունեցել ենք ամեն ինչը։ Վարդան, չէ, Ժո- այս ամենավերջին նախադասությունը ասեմ, եթե թույլ կտաս։ Ապստամբության մասին չի անգամ խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ նոյեմբերի 10-ին պիտի Երևանի փողոցներում լիներ առնվազն 1.5 միլիոն մարդ։ Եվ այդ մարդկանց միայն ներկայությունը բավարար պիտի լիներ, որպեսզի այդ իշխանությունը ուղակի փլուզվեր։ Եվ իշխանության գար մի ուժ, մի մարդ, որը կլներ ազգային եւ որ կամ ինչպես օրինակ Բանգլադեշ պետությունում գրեթե 1 տարի առաջ Շեյխ Յասինայի իշխանությունը փլուզվեց եւ բերեցին Նոբելյան մրցանակակրի որպես գիտնական, որպես մտավորական, այսինքն դու մաքուր անուն ունես, քաղաքական գործիչ չես եղել, չես ղեկավարի երկիրը այս անցումային շրջանում։ Բանգլադեշ պետությունում, Դե որը կմենք կսովորենք, կդառնանք պիտի Բանգլադեշ։ դա լիներ, մենք սովորող չենք Վարդան, մենք այդպիսի բանը ամոթ մեզ, որ պիտի հիմա սովորենք, հազարամյակների ժողովուրդ, հազարամյակների պետական պատմություն ունեցող, Նայ, ամոթ մեզ, այսինքն մենք ընդունակ չենք դրան։ ես էլ Եվ այդ առաջարկում, իշխանությունը պիտի նոյեմբերի 10-ի առավոտյան գոյություն չունենար։ այո, Միայն այն պատճառով, որ փողոցում 1.5 միլիոն մարդ առնվազն պիտի լիներ։ Դա տեղի չի ունեցել, դա տեղի չի ունենում, եւ դա տեղի չի ունենալու այլևս։ ես որպես վերջաբան, ես ասեմ, ճիշտ ասում եմ վերջաբանը ոնց որ թե այն ինչ որ ասում է Հայկ Մարտիրոսյան, ինքը որպես փաստ արձանագրում է, ես է դիտողներին առաջարկում եմ այն ինչ որ արձանագրվեց որպես փաստ, եկեք միասին ապացուցենք, որ հնարավոր է նաև այլ տարբերակ, որտեղ այն Սիրով, ինչ թողապացեն։ ապացուցենք։ Եղավ, շնորհակալություն։ Ուշացած, բայց թողապացեն։ Շնորհակալություն, այլ։ Լավ մնա։ Ես եմ շնորհակալ։